Սա Երևանն է, Հայաստանի մայրաքաղաքը, մի երկիր, որտեղ հյուրընկալությունը հայկական կյանքի մի մասն է։ Բայց պատմություն ու աշխարհագրությունը Հայաստանին ավելի շատ ցավ են պատճառել, քան խաղաղություն։ 1920-ականներին Ստալինի օրոք գծված սահմանների արդյունքում Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության մեծ մասը հայեր էին, մտցվեց խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ որպես ինքնավար մարզ։ Խորհրդային միության փլուզումից հետո ինքնորոշման պահանջները վերածվեցին էթնիկ բռնության։ 1994 թվականին հայերը վերահսկում էին Ղարաբաղը, բայց հակամարտությունը չսառեց։ 2020 թվականին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը փոխեց ուժերի հավասարակշռությունը, իսկ 2023 թվականին ավելի քան 100,000 հայեր Լեռնային Ղարաբաղից ստիպված հեռացան եւ ապաստան գտան Հայաստանում։ Տարիներ շարունակ լինելով Ռուսաստանի դաշնագիծը, Հայաստանը հիմա վերանայում է իր ապագան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին եւ նրա խաղաղապահներին մեղադրեց, որ նրանք չկարողացան պաշտպանել Հայաստանն ու նրա քաղաքացիներին։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը եւ Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրեցին համատեղ խաղաղության հռչակագիր։ Համաձայնագիրը նախատեսում է բացել երկար տարիներ փակ սահմանները, կապելով Ադրբեջանը Նախիջևանի, ապա Թուրքիայի եւ Եվրոպայի հետ։ Այս հայտարարության մեջ առաջնորդները համաձայնության եկան այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնց համաձայն պետք է լուծվի կապվածության հարցը։ Ես նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների, տրանսպորտային եւ տարանցիկ կապերի ապաշրջափակումը եւ վերագործարկումը։ Եվ այս սկզբունքները նման են տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության, պետությունների ինքնիշխանության ճանաչմանը։ Բայց ինչ են նշանակում այս համաձայնությունները սահմանի երկայնքով ապրող մարդկանց համար։ Հայաստանի կառավարության խնդրանքով Եղեգնաձորում տեղակայվեց Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։ Երևանից մինչև Եղեգնաձոր ճանապարհը տևեց մոտ 2 ժամ։ Ճանապարհային նշանները քիչ են, իսկ GPS-ը հաճախ չի աշխատում։ Ուստի կողմնորոշվելը դժվար է։ Մեր վարորդը, Կարենը, վստահում է իր հիշողությանն ու փորձին։ Վերջապես նկատում ենք հստակ նշանավորված մեքենաներն ու Եվրամիության դրոշները։ Ահա մենք Եղեգնաձորում ենք, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության կենտրոնում։ Սա նրանց քարահարկ շենքն է եւ հիմա պատրաստվում ենք միանալ մեդիա բարեկային շրջայցին։ Հանդիպում եմ Եվրամիության առաքելության մամուլի պատասխանատու Ինգրիդին։ Մինչ ճանապարհ ընկնելու նա մեզ տանում է վերև։ Սա Մարկուս Ռիտերն է, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը։ Ներկայացրեք ձեր առաքելության բարեկության սովորական օրը։ Մեր 6 առաջապահ բազաներում մարդիկ առավոտյան պատրաստվում են բարեկության։ Կամ գնում են հենց Ադրբեջանի հետ սահման, այն ինչ մենք կոչում ենք անվտանգության իրավիճակի գնահատման բարեկություն։ Կամ իրականացնում են մարդկանց անվտանգության բարեկության այցելելով գյուղեր, ֆերմաներ եւ փոքր քաղաքներ սահմանից ներս ընկած տարածքներում։ Նրան հարցնում եմ իր հիմնական մարտահրավերների մասին։ Մենք ունեինք 2 քաղաքական մարտահրավեր։ Նախ ռուսների հետ, ովքեր մինչև այսօր ասում են, որ մենք գաղտնի ՆԱՏՕ-ի առաքելություն ենք, որ մենք արևմուտքի առաջապահն ենք, որը ինչպես Արևելյան Եվրոպայի այլ երկրներում փորձում է Ռուսաստանին դուրս մղել իր նախկին ազդեցության գոտուց։ Եվ երկրորդը խնդիրներ ունեինք նաև ադրբեջանցիների հետ։
Մարկուսն ինձ ասում է, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է իրեն սահմանային կողմում մշտական առաքելություն ստեղծելուց։ Սկզբում Բաքվից հնչող խոսույթը բավականին թշնամական էր։ Շատ ապատեղեկատվություն կար։ 2023 թվականի սեպտեմբերի 23-ին Լաչինի Միչանցկի մուտքի մոտ Մարկուսը տեսել է, թե ինչպես են հազարավոր հայեր հեռանում Լեռնային Ղարաբաղից։ Մարդիկ անցնում էին սահմանը, իսկ առաքելությունը սկսեց հաշվել եւ արձանագրել, առաջին անգամ ցույց տալով, թե որքան մեծ է եղել տեղահանությունը։ Ինչ թվեր եք փոխանցել։ Հաշվեցինք, որ ավելի քան 100,000 մարդ էր։ 5 օրվա ընթացքում ամեն օր մոտ 20,000 մարդ էր դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից։ Դա շատ ծանր շրջան էր։ Եվ հիմա հետևելու ենք բարեկային խմբին, որը մեզ կմոտեցնի առաջնագծին։ Հիմա մենք Եղեգնաձորից մոտ 10 կիլոմետր հարավ ենք։ Այն լեռնաշղթայի մյուս կողմում, ինչ տեսնում եք այնտեղ, Նախիջևանն է։ Այսինքն դա Նախիջևանն է։ Այո։ Այստեղ դեպքեր լինում են։ Ոչ, մենք մեր սարքերով միայն կարող ենք տեսնել, եթե նոր դիրքեր են հայտնվում։ Մենք արձանագրում ենք, եթե դիրքերում փոփոխություններ կան երկու կողմերից էլ, հետո զեկույց են կազմում։ Մեզ մոտ կա մեծ արխիվ, որտեղ տեսնում ենք, թե ինչպես է սահմանային իրավիճակը զարգացել մեր ժամանելուց 2023 թվականի փետրվարից մինչև հիմա։ Երկու կողմում էլ շատ ամրություններ են կառուցվել, խրամատներ, բունկերներ, հրետանային դիրքեր։ Սա է այն, ինչ մենք արձանագրում ենք։ Որտեղ է լինելու հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին։ Այն նախատեսում է Սյունիքի մարզի հարավում, Հայաստանի եւ Իրանի սահմանի մոտ։ Եվ այսպես մենք շարունակում ենք շարժվել առաջնագծի դիտորդների հետ, ավելի մոտ տեսնելու համար այն, ինչ դառնալու է նոր թրիփ երթուղին Հարավային Կովկասում։ Հիմա վերև ենք քշում։ Այո, գնում ենք հին մատուռի մոտ, որտեղից լավ տեսարան կա։ Կարող ենք տեսնել Նախիջևանի սահմանը, Արարատը եւ հասկանալ, թե որքան նեղ է ամեն ինչ։ Մոտ է Իրանին, Ադրբեջանին, Հայաստանին, Թուրքիան էլ հեռու չէ։ Տասնհինգ րոպե հետո հասնում ենք ամենաբարձր կետին։ Իրոք Արարատը հստակ երևում է։ Այստեղից մեկ հայացքով կարելի է տեսնել 4 երկիր։ Սա մոտ 300 կիլոմետր է Իրանի սահմանից, Սյունիքի մարզի ուղղությամբ։ Սա այն տարածքն է, որը կապված է առաջարկվող տրանսպորտային կապի հետ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին, որը նպատակ ունի կապել ամբողջ Հարավային Կովկասը։ Բայց վերևում սա դեռ Հայաստանն է։ Բարեկային շրջայցից հետո շարժվում ենք դեպի Եղեգնաձոր, խոսելու այնտեղ ապրող մարդկանց հետ, որպեսզի հասկանանք արդյոք այդ անվտանգությունը զգացվում է իրականում։ Ավելի մենք հանգիստ ենք, մեզ ավելի ապահով ենք զգում։ Ինչով։ Դե որ Եվրոմիության ժողովուրդը այստեղ են։ Այդ կարամ ասեմ ուրիշ բան չէ։ Ու եթե նրանք ստեղից ասենք, թե դուք իմանայիք, որ նրանք վաղը գնում են ստեղից, ինչ կզգայիք։ Ինչ ասեմ, պետք է դիմանանք։
Որ գնացին ահա այն չլինի երկրի վիճակը, մենք էլ միշտ պատրաստ ենք պատերազմի։ Մենք սովոր ենք դրան։ Կլինի չպատասխանենք։ Մոտենում եք մի քանի կանանց, բայց գրեթե բոլորը հրաժարվում են խոսել։ Չեմ կարող ասել։ Բացի Անահիտից։ Եթե վաղը ասենք թե փակվեին ու գնային ստեղից, ինչ կզգայիք։ Վախ կլիներ։ Վախ բնականաբար։ Ինչից։ Մենք պետքա չվախենանք ընդհանրապես, բայց արդեն մեր մեջ վախը ներշնչել են։ Տեսնում ենք օտար երկրացիներ, որ կան, գնում են սահմաններ եւ այլն, ինչ որ հարցերի լուծում են տալի, դա մեր համար ահագին մեծ նշանակություն ունի։ Հավատում եք, որ իրոք Խաղաղություն կլինի։ Ոչ։ Չեմ հավատում։ Այս պատերազմից հետո մեր երեխաների այդքան զոհերից, այդքան երիտասարդների չլինելուց հետո ճիշտ է անձամբ ես չունեմ կորուստ, բայց յուրաքանչյուրի երեխայի կորուստը մեր կորուստն է։ Ոչ նույնիսկ մեր թշնամու երեխան չտեսնեմ, բայց չեմ հավատում։ Եվ իջնում ենք Եղեգնաձորի բարձունքներից դեպի Երևան։ Գնում ենք հիշատակի եւս մեկ վայր։ Մի վայր, որտեղ հակամարտության գինը գրված է շիրմաքարերի վրա։ Եռաբլուր զինվորական պանտեոն։ Սա այն վայրն է, որտեղ թաղված են մոտ 5000 հայ զինվորներ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի հետևանքով։ Շատերը եղել են 18-ից 25 տարեկան։ Յուրաքանչյուր շիրմաքար պատմություն է, որդի, եղբայր, ընկեր։ Այս հուշարձանը Սուրբ Աստվածածնի քանդակը նմանեցված է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, որը վնասվել է 2020 թվականին հրետակոծության հետևանքով։ Մոտենում են երկու կնոջ։ Էս էլ իր նկարն է։ Հա, հետևից էլ ունի նկարիքը։ Իմ տղան Քանի տարեկան էր 95-ը թիվ մի 25 տարեկան։ Սպայել, բայց 20 օր էր տուներ եկե կամավոր գնաց։ Իրանց մասին որ պատմում է։ Անա Աբրահամ Մարուխյան։ Մի հատ է Մարուխյան ստե։ Ինչ որ մի ձև խաղաղություն լինի, թե դրան չեք հավատում։ Խաղաղությունը գիտեք, չեմ ուզում ախր ես շատ մանրանում։ Այդ խաղաղությունը, արհեստական խաղաղությունը Ձեր անունը ինչ է։ Մարիամ։ Մարիամ, Էստյաննա։ Իսկ ձերը։ Ջավահիր։ Ջավահիր։ Ու դուք միասին ամեն օր ստեղ գալիս եք։ Համարյա։ Մենք ստենք։ Մենք անգամ ոչ թե մեր շիրիմն ենք մաքրում, բոլորին ենք մաքրում։ Մերն է, տղաները մերն են։ Մերն են։ Իմ տղաներ են կողմի։ Արամ Ստեփանյան, նա 25 տարեկան էր։ Ջավահիրի հետևում 3 կանայք կանգնած մեզ են նայում։ Իմ մաման եկել է, ստեղ էսօր եկել է, ասես այգների բերել է, ինքներ հիվանդ կնիկ, եկա, երեցու տեսակ։ Ապրիչկեր։ Ես չեմ ուզում ասել։ Զինվորի խումբ ենք տեսնում։ Շուտ-շուտ է գալիս տեղ։ Ամեն շաբաթ։ Զգում եք, որ մի օր իրոք խաղաղություն կլինի։ Չունենք, որ պետք է ամեն ինչին ոչ սպասում ենք, ոչ զգում ենք, ոչ էլ էական փոփոխություն ենք տեսնում։ Փոփոխություն չեք տեսնում։ Ամեն վարկյանը ամեն ինչի պատրաստ ենք էլի։ Ինչ եք զգում, որ գալիս եք ստեղ Եռաբլուր։ Դե անբացատրելի զգացողություն, ամեն մարդ իր ներքին ազգում ինչ որ զգում։
Դուք ինչ եք զգում։ Միակ բացատրելի բանը, որ կարանք ասենք ցավն է, էլի ունեցածը։ Շատ ընկերներ ունեք ստեղ, Ալթանից։ Հեռաշարասյուն։ Մենակ ստեղ չեն մեր ընկերները։ Ամեն մի գյուղում 3-4 հոգի զոհվել է, շատ մասերն էլ շատ մարդիկ գյուղացի են։ Իսկ բոյջը Ասը քայլեն առաջ, աչքարց բանենք, հաստատոշ։ Հեռանում ենք Եռաբլուրից, մեզ հետ տանելով այն ամենը, ինչ տեսանք։ Եղեգնաձորի մարդկանց լուր ուժից, մինչև հակամարտության ծանր գինը։ Հայաստանը մի երկիր է կանգնած հույսի և վախի միջև, որտեղ մարդիկ ապրում են անցյալի ցավով և անորոշ ապագայով։ Եվ մինչ Եվրամիության դիտորդական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը սահմանին, քաղաքական որոշումները ձևավորում են տարածաշրջանի ապագան։ Խաղաղության ճանապարհը դեռ երկար է ու փխրուն, բայց հայերը փորձում են համարվել նոր իրականությանը։ Ոմանք փնտրում են համագործակցություն արևմուտքի հետ, մյուսները դեռ կասկածում են ցանկացած խաղաղության։